մինչև 14-րդ համարներից, ուր ավետարանի յուրաքանչյուրից ներկայացնում է մեր Տիրոջ և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աստվածային հետևյալ խելադրանքը, որ ասում ենք մեզ հեռու պահեն ուրիշներին հայտարարեցնելուց։ Բայց նախքան այսօրվա նյութին անցնելը ուզեմ հիշեցնել սիրելիներ, որ անցյալ օր մեր եկեղեցին տոնեց Սուրբ Թադեոս և Սուրբ Սանդուղ Հույսի և Թադեոս Առաքյալի տոնը, ինչպես որ հյուրանայության մոտ է ճանաչված Թադեի վանքի տոնն էր անցյալ օր, և ինչպես միշտ վստահ եմ, որ բազմահազար ժողովուրդ ուխտի էին գնացել Մենամոր վանքին, որ ովքեր գնացել են գիտեն, որ Արտաս խավարի մեջ է գտնվում պատմական Հայաստանի պատկանով և դաշտի մեջ միայն վանքն է, որ հերվից որ տեսնում ես, միայն ինքն է և դրամայր մենավոր վանքել ասում են իրեն։ Սիրելիներ, Թադեոս Առաքյալը մեր ազգի առաջին լուսավորիչներից էր և Քրիստոսի աշակերտներից, որը Պարտիմոս Առաքյալի հետ Հայաստան եկան լուսավորելու հայ ժողովրդի ոգիները։ Նրանք եկան Հայաստան ցանելու քրիստոնեության սերմը և այդ սերմը իր արդյունքը տվեց 300 տարի հետո, 301 թվականին, երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց որպես պետական կրոն և մեր ժողովուրդ դարձավ առաջին ազգը, որը քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն։ Թադեոս Առաքյալ սիրելիներ, Սանդուղ Հույսի հետ նահատակվեցին Թադեի վանքի մոտ և այդ վանքը կառուցվեց Թադեոս Առաքյալի գերեզմանի վրա, երբ եկեղեցի ենք մտնում Թադեի վանքը, աջ կողմի գավիթի մեջ է, որ թաղված է սուրբը, և Սուրբ Հույս, Սուրբ Սանդուղի գերեզման գտնվում է վանքից քիչ հեռավորության գլուրի վրա, շատ համեստ մատուռի մեջ, որն ինչպես ասեցի տարվա ընթացքին բազմահազար հայորդիներ աշխարհի բոլոր անկյուններից ուխտի են գնում և աղոթելով Սուրբին, Սուրբից որպես բարեխոս են վերցնում իրենց հապակները, իրենց իղձերը իրականացնելու համար և ականատես են եղել սիրելիներ, որ մարդիկ ինչպես են ստացել իրենց իղձը, ինչպես են ուժվել նրանց հիվանդները և Սուրբը բարեխոս ելնելով կատարել է մարդկանց իղձեր և հապակները։ Այսօրվա ճաշու ավետարանին վերադառնալով սիրելիներ, Քրիստոսը զգուշացնում է մեզ ուրիշները հայտարարեցնելուց։ Երբ կարդում ենք 18-րդ գլխի նախորդ համարները, առաքյալները հարց են տալի Քրիստոսին ասելով. «Վարդապետ, ով է մեզանից ամենամեծը երկինքի արքայության մեջ»։ Քրիստոս իր մոտ է կանչում մեկ մանուկ թող երեխա, առաքյալների մեջտեղ կայացնելով նրան, ասում է նրանց, ով որ այս մանուկի նման մաքուր հոգի ունենա, այս մանուկի նման մաքուր լինի, նա է որ պիտի երկինքի արքայության մեջ դառնա ամենից մեծը։ Եվ շարունակելով ասում է, որ ինձի հավատացող այս փոքրիկներից մեկը հայտարարեցնի ավելի լավ որ իր վզից ջահացի քարը կողպի և ինք իրենց ով նետի, որովհետև վերջին դատաստանի ժամանակ ավելի ծանր պատիժ է սպասելու նրան։ Հայտարարություն սերներ բնական է որ պիտի պատահի, բայց ով որ հայտարարության պատճառը դառնում, դա այդ անձը շատ մեծ պատիժ պիտի ստանա, հատկապես երբ հայտարարեցնում են մանուկներին, հայտարարեցնում են տկարներին, հայտարարեցնում են այն մարդկանց, որոնք իրենց պաշտպանելու կարողությունը չունեն։ Եվ շարունակելով ասում է Քրիստոս. «Մի արհամարեք այս փոքրիկներից մեկը, որովհետև նրանց հրեշտակները կշտկեցնեն երկնավոր Հորը»։ Սիրելիներ, Աստված ականատես է մեր բոլոր արարքներին։
մեր եկեղեցու սուրբերից մեկը այսպես ասել, որ եթե մենք վայր ցույց տվեք ինձ, որ Աստված գոյություն չունի այնտեղ, Աստված այնտեղ չի տեսնելու ինձ, եւ այն ժամանակ է, որ ինչ մեղք որ ասեք ես պիտի գործեմ։ Աստված ամեն տեղ տեսնում է մեզ, Աստված ամեն տեղ ականատես է մեր կատարածներին։ Եվ մենք հավանական է կարողանանք տեղ գործել, խաբենք մեր շրջապատը, փակցնենք մեր մեղքը մեր շրջապատից, մենք մեզ խաբենք, բայց երբեք մենք Աստծուն չենք կարող խաբել, եւ Աստված ամեն տեղ ներկա է եւ ամեն տեղ ականատես է մեր կատարած գործերը, մեր կատարած հարություններն էլ ականատես Աստված եւ չարություններն են։ Սիրելիներ, մենք որպես ծնող մեր պարտականությունն է, որ հոգ տանենք մեր զավակներին։ Հոգ տանելը միայն ֆիզիկական գոյության մասին չի։ Մենք որպես ծնող ամենից լավ տունի եթե դասավորեցին մեր զավակի համար, ամենից թանկանոց հագուստներն ացնելով նրանց, ամենից լավ ճաշերը պատրաստելով նրանց համար, ամենից վերջի մոդել մեքենան առնելով եւ մեր զավակին տալով, մենք չենք դառնում լավ ծնողներ։ Մենք այն ժամանակ լավ ծնող դառնանք, երբ խնամ տանենք մեր զավակներին, ժամ անցկացնենք նրանց հետ, ուշադիր լինենք նրանց հոգևոր դաստիարակությանը, հետևենք նրանց ուսմանը եւ ամենից կարևորը հետևենք տեսնենք մեր զավակները ում հետ են իսկացանում։ Ուշադիր լինենք մեր զավակներին, որ վաղ այսօր պատճառ չդառնան, որ մենք զղջանք մեր հարածների վրա։ Այն ժամանակ որ զղջանք եւ մենք մեզի ասենք, այն ժամանակ որ ես կարող զավակիս հետ ժամ անցկացնելու, ինչու այդ ժամը անցկաց եւ գնացի մաճիրքի հետևից։ Այնքան տարվեցի գործերովս, որ մոռացա զավակներից։ Սիրելիներ, Ամերիկայի կյանքն այնպես է պարտադրել, որ տան մեջ այր եւ կին պարտավոր են աշխատեն։ Բայց երբեմն այդ աշխատելը ցուցամոլության է գնում, պիտի բացատրեմ ինչու։ Տան տիկին աշխատում է եւ գումար է ստանում, եւ նույն գումարը, որ ինքը ստանում է, տրաչատ տալիս է մեր խնամակալը վերցնում, բեյբիսիթերը վերցնում, որպեսզի զավակին այդ անձը մեծացնի։ Մենք աշխատում ենք, որ ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծենք մեր համար։ Բայց եթե մեր աշխատանք արդյոք պիտի չունենա, ինչու մենք մեր զավակին չմեծացնենք։ Ինչու մեր զավակի խնամ անցնենք մեկ ուրիշի, կարող է այդ խնամակալը շատ ավելի ուշադիր լինի, շատ ավելի լավ ձևով խնամ տանի մեր զավակին։ Բայց արդյոք ճիշտ է մեր կատարածը։ Ուշադիր լինենք սիրելիներ, մեր զավակների դաստիարակությանը, մեր զավակներին քրիստոնեական ոգով դաստիարակելը, եկեղեցիներում գոյություն ունի սիրելիներ Տիրակնորյա վարժարաններ։ Շաբաթվա մեջ Տիրակի օրերը գոնե 2 ժամ երբ ձեր զավակներին, ձեր թոռներին բերեք Տիրակնորյա վարժարան, քրիստոնեական հոգեբանության դրորում մեծանա։ Ժամ տնենք մեր զավակների վրա սիրելիներ։ Երբեմն առիթներով ժողովրդից ուզում ենք, որ հայրներ արտասանեն։ Բայց դժբախտաբար տեսնում ենք, որ կամ չեն իմանում, կամ ամանչում են, կամ ինչ-որ են։ Մեծ մայրեր, դուք վստահ եմ, որ բոլոր ձեր թոռնիկներ ունեք եւ շատ եք սիրում ձեր թոռնիկներին։ Երբ ձեր մոտ են գալի փորձեք սովորեցեք նրանց հայրները։ Սովորեցեք նրանց ճաշակեցու աղոթքի ճաշից առաջ։ Եվ այն ժամանակ է, որ պիտի տեսնեք մեր զավակները Աստծո զորությամբ, Աստծո շունչով եւ Աստծո հսկողության տակ է, որ պիտի մեծանան եւ ձեր համար դառնան բարի զավակներ։
վերադառնալով Քրիստոսի խոսքին սիրելիներ, վայ նրանց, ովքեր պիտի կայտարկեցնեն այն մանուկները եւ վայ նրանց, ովքեր կայտարկության պատճառ են դառնում, նրանք հավիտենական տանջանքի եւ չարչարանքի ենթարկվեն։ Աղոթենք սիրելիներ բոլորս ատվարցիալն Աստված, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ հեռու պահի քարի կայտարկություններից եւ մեր ու մեր զավակների հոգիներում զորացնի Աստծո միածին որդու լույսը, նրա հավատքը եւ տա մեզ այն դիտարկությունը, որպեսզի կարողանանք մենք մեզ հեռու պահենք բոլոր կայտարկություններից, այժմ եւ միշտ եւ անցյալներից։ Ամեն։